Ոչ չենք վճարելու եւ նստելու եք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Սրտաս տարս է կարդել, արի մուծի ապտել արի, արեք մեկը մուծը կապել հատել եմ տալի դժվարակում։ Երևանի ավտոբուսներում քաղաքապետի գործակարգավարականից հետո արդեն 3 օր նման վիճակ է։ Քաղաքապետարանը ուղևորներից չի կարողանում հավաքագրել ամսվա համար նախատեսված ուղևորավճարի չափը։ Երևանի ավտոբուս Փակbaşնետ ընկերության տնօրենն էլ քաղաքապետի հորդորով նիստին լուծման տարբերակ առաջարկեց։ Սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Այս հրահանգը վարորդ ուղևոր լարումների պատճառ է դարձել։ Վարորդների պահանջը վճարեք, թե չէ դուռը չեն բացի, ավտոբուսով երթևեկողների զայրույթն է առաջ բերել։ Վարորդը ամեն կանգառ կանգնում է ու առաջ չի գնում, մինչև ուղևորձը չստանան։ Ես տոմսը չեմ ստացել, թեև հաստացի վճարել եմ։ Ձայնային ազդանշանով ցույց է տալիս վճարումը չի ստացվել, բայց քարտիցս գումարը քաշում է։ Ճիշտ է, 3 իմ քարտը մերժեց սարքը, բայց քիչ հետո բանկից նամակ ստացա, որ վճարված է։ Ես էլ 2 կանգառ գնալու համար հավելվածով վճարել եմ 450 դրամ։ 3 անգամ սարքին եմ մոտեցրել քարտը։ Այս խառնաշփոթի հիմքում ուղևորավճարը 150 դրամ դարձնելն էր, կարծում է ավականու ընդդիմադիր Մայ Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Թանկացումից հետո առաջացած հանրային ընդվզումը վարորդների միջոցով կանխելը երկար չի տևելու։ Բացի այդ, ուղևորներից գումարի գանձումը պայմանագրով վարորդի պարտականության մեջ չի մտնում, ասում է Սուքիասյանը։ Եթե քո դրած թանկացումները լեգիտիմության խնդիր ունեն։ Չունես հանրային համերաշխություն, որ մարդիկ վճարեն, դու ուղղակիորեն չես կարող 800 հոգու այդ բոլոր շարժակազմերի մեջ կցել, որ գնան ավտոբուսների մեջ, երթուղայրների մեջ սպողություն իրականացնեն առավոտից երեկո։ Իսկ ինչ վերաբերում է կանգառներում նման հորդորներով հանդես գալուն, ես չեմ կարծում, թե այն մարդը վճարունակ չէ, տեսուչների հորդորներից դառնալու է վճարունակ։ Այդուհանդերձ Երևանի ավտոբուս Փակbaşնետ ընկերության տնօրենը պնդում է, նման կետ պայմանագրում ամրագրված է։ Բոլոր վարորդների պայմանագրերի մեջ հստակ 3.2.8 նշված է վարորդների պարտականություններ բաժնում իրանց կատարվելիքը, այն է վարորդը պարտավոր է զգուշացնել, որպեսզի ուղևորները վճարեն ուղևորձը։ Իսկ հորդորը դռները փակելով եւ ուղևորներին դուրս չթողնելով է իրականացվում, ինչի պատճառով մարդիկ ուշանում են դասից, աշխատանքից։ Կիրակոսյանը սակայն սա կոշտ մեթոդ չի համարում։ Քաղաքակիրթ աշխարհը այս մեթոդով է առաջնորդվում, այսինքն հսկողություն չիրականացվի, հսկիչներ չլինեն, չեմ կարծում, որ կոշտ մեթոդ է։ Այն, որ նման պայմաններում ավտոբուսները գերբեռնված են լինում եւ գնի բարձրացումից հետո էլ իրավիճակը դրականորեն չի փոխվել, Երևանի ավտոբուսի տնօրենը պնդում է, պատճառները տարբեր են։ Գերբեռնված լինելը, գերբեռնված ունեն իրենց տարբեր պատճառները, այդ թվում խցանումները, որոնց արդյունքում կանգառներում կուտակումներ են լինում եւ ավտոբուսը ուշանում է։ Տրանսպորտի վարչությունը քաղաքապետարանի աշխատում է այդ ուղղությամբ։ Ընդդիմադիր Մանուկ Սուքիասյանն էլ այս ֆոնին հիշեցնում է Ավինյանի պնդումը. տրանսպորտի գինն ավելի կբարձրանա, հաջորդ տարեվերջին դառնալով 160 դրամ։ Իրենք նաև այդ իրենց արգումենտների մեջ շատերը հավանաբար են թողել, նշել էին, որ ամեն տարի 10 դրամով պետք է թանկանա, որտեղ ըստ իրենց 150 էր բավական չի, որ ծախսերը փակ։ Հիմա հաշվի առնելով, որ այս տարի նախընտրական տարի է, ենթադրում եմ դրանից ելնելով անգամ այդ 10 դրամի թանկացումը այս տարի չբերեցին, բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, հղում անելով Տիգրան Ավինյանին։ Իրենք տարեվերջին հաջորդ տարվա համար բերել են տրանսպորտի թանկացում, թող դա բոլորը իմանան։ Եվ այն բոյկոտի տենդենսները, որ կա հիմա, էլ ավելի է խորանալու։ Այդուհանդերձ ուղևորների մի մասն էլ պարտաճանաչ իրականացնում է վճարումները եւ տուժում ընդվզողների պատճառով։ Ավտոբուսից նորիչած ուղևորներից մեկը բարկացել էր։ Բա պետք է պահանջեն, ճիշտ է, որ նստում է, օգտվում է ու չի վճարում։ Բայց ճիշտ է, եթե չի վճարում, թող ոտքով գնա։ Մյուս ուղևորները կարծում են պայմանները նույնն են եւ ավտոբուսի գնի թանկացումը դրական փոփոխություն չի բերել։ Վճարելուց են խոսում, բայց չեն ասում, ինչու պետք է ուշանանք կամ իրար գրկած սրտխառնոցով իջնենք։ Շնչել չի լինում, վատանում ես, զզվելի է իրոք։ Վերջին մի քանի օրը ակտիվացել են նաեւ տեսուչները։ Նման պայմաններում անգամ նրանք մտնում են ավտոբուսներ եւ պարտադրում վճարել։ Հակառակ դեպքում տուգանք սահմանում եւ սովորաբար տուգանքի տակ անվճարունակ մարդիկ են ընկնում, ովքեր ի վիճակի չեն անգամ 50 դրամ ավելի վճարել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։